Պարոն Մնացականյան, նախ գործընկերային այս դրվագի մասին եկել եք մասնակցում եք ՀԱԿ-ի համագումարին, առհասարակ ընդդիմադիր շրջանակները ինչ հույսեր պիտի ունենան սպասվող ընտրություններում եւ դուք ինչ եք կանխատեսում ուր է տանելու մեզ այս քաղաքական process-ը։ Քաղաքական process-ը ընտրության մասին է խոսքը, թե նախընտրական։ Դա այնքան բարդ է իրականում, որտեվ ընտրությունը որոշվում է մի օրում։ Նախընտրականը հաշվի առնելով, որ օր-օրի ինչքան բան է փոխվում, զարգացումներ են ունենում, բայց մեր բոլորիս պարտականությունն է եւ պարտքն է ընդհանրապես տրամադրվածներ պոզիտիվ միանշանակ, որովհետեւ ես իրականում թե որպես քաղաքական գործիչ, թե նաև պետական ապարատի աշխատանքային փորձ ունեցող, թե նաև մասնագիտությամբ իրավաբան կարող եմ ասել, որ ես հավատում եմ ընտրությունների արդյունքներին, որտեղ ինչ է ընտրությունը։ Ինքը ընտրությունը ամենասկզբում ինքը արդարություն է։ Ինքը էմոցիաներով մարդիկ գալիս են ակնկալելով արդարություն։ Եվ ես կարծում եմ, որ հունիսի 7-ին հայ ժողովուրդը, նաև Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կունենա այդ հաղթանակը միանշանակ, որովհետև այլ կերպ հնարավոր չէ, որտեղ իրոք սա շատ են կրկում այդ բառը, բայց իրոք սա գոյաբանական հարց է։ Սա ընդհանուր մեր առաջին հերթին հայ ժողովրդի ամենակարևոր ինքնության նախադրյալներից մեր ինքնության, այսինքն եկեղեցու եւ տեսնում եք էլի ընդհանուր շատ պայքարը։ Ես կարելի է անդադ խոսել, ուղղակի կարծում եմ, որ դուք այլ մարդիկ կան, որ կարող են ավելի հստակ պատասխանել այդ հարցին։ Շատ շնորհակալ։ Հա, իհարկե, կներեք։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը միավորվեն Սամվել Կարապետյանի ուժը Հայաստանի շուրջ։ Ընդունել են արդյոք այդ ընդդիմադիր ուժերը այդ հայտարարությունը գիտություն եւ կընդունեն արդյոք։ Ես ուշադիր լսել եմ ինչ ասել է պարոն Տեր-Պետրոսյանը եւ մնացած բոլոր նախագահներ, ուշադիր հետևում ենք եւ շատ հարգում ենք, բայց կոնկրետ ես կարող եմ պատասխանել մեր կուսակցության անունից, հաղթանակ կուսակցության անունից, մենք որևէ որոշում չունենք։ Մենք ընդհանուր պաշտպանում ենք բոլոր քաղաքական օպոզիցիոն քաղաքական կուսակցություններին, բայց քանի որ հաղթանակ կուսակցություն հիմնականում ավելի շատ վերաձևակերպել ավելի շատ քաղաքային ընտրությունների համար եւ գիտեք մեր թիմը քաղաքային խնդիրներով զբաղվում, իսկ ինչ կատարվում է Երևանում, դուք հիմա հասկանում եք, հետեւաբար կարելի է նաեւ բոլոր մնացած փոքր քաղաքներին եւ գյուղերին անդրադառնալ։ Մենք պատրաստ ենք բոլոր քաղաքական կուսակցություններին ընդդիմադիր, երբ որ կսկսեն գրվել արդեն ծրագրերը, որպեսզի լինեն ավելի գերագետ եւ ավելի ժամանակակից եւ ավելի ընդհանուր հետագա ապագայի քաղաքների համար, մենք պատրաստ ենք բոլոր կուսակցություններին որպես քաղաքային պլանավորման չորթի մասնագետներ տրամադրել այդ խորհրդատվությունը քաղաքային պլանավորման համար, որովհետեւ այս ինչ որ հիմա Երևանում կատարվում է, դա նաեւ սխալ քաղաքային պլանավորման պատճառ է։ Դա կլինի ծառերը, դա կլինի այդ փոսալցումները, չգիտեմ, ասֆալտը, կառուցապատումը, կարմիր գծերը, որովհետև դրանք իրականում քաղաքային պլանավորման հարցեր են, իսկ քաղաքապետարանի աշխատանքը ժամանակ անցել է, որ քաղաքային իշխանությունները պետք է լինեն քաղաքական կուսակցություններ կամ քաղաքական լիդերներ։ Հետո ստեղծվեցին, որ լինեն, չգիտեմ, մենեջերներ, բայց իրականում հավատացած եղեք, այն քաղաքներն են հիմա աշխարհում հաջողված, որոնք քաղաքապետերը ավելի շատ ուրբանիստներ են, այսինքն քաղաքային պլանավորման եւ քաղաքային կառավարման հստակ, չգիտեմ, թե որպես մասնագիտություն, թե որպես փորձառություն հաշվի առնող մարդիկ։ Այժմ շփումներ ունեք, որտեղ ես հիշում եմ մի քանի տարի առաջ ասում եք, հա, որ Մարությանը իմ ընկերն է, ընկերական հարաբերությունը պահպանվել է թե՞ չէ։ Ես շատ ջերմ եւ Հայկ Մարությանը եւս ցանկանում ենք հաջողություն։ Եվ հույսով եմ, որ Հայկ Մարությանի մոտ եւ համոզված եմ, որ կհաջողվի կստացվի, որտեղ Հայկ Մարությանը շատ հայրենասեր է, Հայկ Մարությանը իրականում, գիտեք, եզակիներից է, որ Երևան քաղաքի ես կտրվածքով թույլ տվեք ասեմ, Երևանցին սիրում է Հայկ Մարությանին։ Եվ հենց դրա համար էր, որ եթե հիշում եք այդ վերջում, որ վարչապետը որ կտան պոլերին, թե ասֆալտին այդ քաղաքապետարանի դիմաց այդ չգիտեմ, վարչապետին ոչ վայել այդ որ սկսեցին, հա, այդ օգտագործել, հենց կենտրոնացած են Հայկ Մարությանի վրա։ Ես չգիտեմ իրանք ինչի են այդպես կռիվ տալի անդադ Հայկ Մարությանի հետ, Հայկ Մարությանի ստվերի հետ, Հայկ Մարությանի հաջողությունների հետ, բայց ես տեսնում եմ, որ այդ կուսակցությունները եւս շատ աճել են, շատ առաջ են գնում եւ բոլորին ցանկանում եմ հաջողություն։ Նիստին օրակարգային հարցեր գրեթե թողած քաղաքային իշխանությունը փոխքաղաքապետի քաղաքապետի մակարդակով Մարությանի առաջարասներն էին քննարկում, ասում են աչուձախ շինթույլտվություններ է տվել, կառուցապատումներ է տվել ու մեծ վնաս է տվել քաղաքին։ Երկրները, որոնք անընդհատ պայքարի մեջ են նախկիների հետ, հավատացեք, իրանք ապագայի ճանապարհ չեն կարող անցնել։
Դա մենակ Հայաստանը չի, տեսնում եք ամենամեծ գերտերությունները թողած իրենց խնդիրները գնում են, ասենք Հայկ Մարությանին հանգիստ թողեք։ Եվ անգամ իսկ նախին քաղաքապետերին դուք պետք է տար վերլուծություն, այսինքն 8 տարի անցել է, պետք է օրինակ նույն ավականի կազմել մեր ժամանակավոր հանձնաժողով, ամեն քաղաքապետի ընթացքում ասենք որ քաղաքապետը իրականում եղել է, չէ՞ լավ բաներն են արել, մենակ վատ բան չեն արել կամ ինչ որ չէ, խնդրահարույց։ Եկեք դա էլ հասկանանք, բայց մենք որևէ ձև չենք վերագնահատել քաղաքապետարանի աշխատանքը, բայց այդ ավական ունիստը, որ ասում եք, ես արդեն սկսել եմ չհետևել մենակ նրա համար, որտեվ ի սկզբանե է խնդիրը մեծ խնդիրը նրանում է, որ ինչի պետք է Երևանի քաղաքապետը լինի նաև ավականու ղեկավար։ Այս սա է ամենը, եկեք sense հարցեր ասենք քննարկենք, բայց դա չէ, դա նույնն է ոնց որ վարչապետը եւ ազգային ժողովի նախագահան նույնը լինի։